Սերը ներքին էներգիա է։ Պարտադիր չէ կապված լինի մեկ կոնկրետ մարդու հետ։ Սերն արտահայտվում է որպես քնքշություն, հոգատարություն, ընկերություն, ներշնչանք, ձգողականություն։ Խիտ նյութ, որը խանգարում է սիրուն, կարող է լինել մեղքի զգացում, նախանձ, վերահսկողության ցանկություն, ժլատություն, խանդ, վիրավորանք և վախ։ Մաքուր սիրո էներգիան այն տարածքն է, որտեղ առանց սպասման, առանց պահանջի, առանց վախի միայն տալու ցանկությունն է տիրում։ Մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր նյարդայնացնում են, դիտվում են որպես մարդիկ իրենց պատմությամբ։ Այս վիճակում մարդը դադարում է պաշտպանվել և սկսում է ընդունել ու ստեղծել։ Ինչպես ենք ընդունում մենք անտիմատերիան, ներքին վախը, ագրեսիան, նախանձը, մեղքը դիտվում են սիրո տեսանկյունից առանց ատելության։ Երբ ընդունում ենք մենք մեր ստվերը կամ ստվերային մասերը, դրանք փոքրանում են և կարող են ուղղակի ուժ ծառայել մեզ համար։ Օրինակ, ագրեսիան կարող է դառնալ ուժ ստեղծագործելու, արարելու համար։ Տագնապը պատասխանատվություն, իսկ մեղքը բարոյական զգայունություն։ Հիմնական բանաձևը սիրո, դա մարդկային սերը բացում է մեր ներսում տարբեր շերտեր։ Իրական ստեղծումը սկսվում է հենց քո ներսից, քո հայացքից և քո էներգիայից։